Բարև ձեզ, հարգելի բարեկամներ, հարևաններ, համագյուղացիներ, հայրենակիցներ։ Ես Մարտին Թովմասյանն եմ Գեղարքունի գյուղից։ Այսօր կխոսանք մարդու արժեքի մասին։ Երբ որ եվրոպական երկրներում ինչ-որ միտեղ ասենք դեպք ալնում կամ շախտերում հլուզում ալնում կամ տերակտ ալնում կամ պատահարադժբախտաբար ալնում, այդ քաղաքակրթական համայնքի բոլոր պետությունները պրեզիդենտի մակարդակով ցավակցում են տվյալ երկրին այդ մեծ կորուստի համար, ասենք թե 5-6 հոգի մարդ են մոտավորապես։ Այսինքն տվյալ հասարակության համար այդ 5-6 հոգին, 5-6 հոգու մահը դա մեծ արժեք ունի իրանց թե հասարակության դեպ թե պետականության համար։ Որ մենք հիշենք թե ինչա տեղ ունեցի, ինչեր տեղ ունեցի, ասենք Սիրիայում, որ տասնյակ հազարավոր մարդկանց քիմիական զենքով ոչնչացնում էին, կամ ասենք Աֆղանստանում, որ էթնիկ ազգություններ, էթնիկ տարբեր աղավանցիներ իրար դեմ ինչ-որ բան են բաժնում, հարյուրավոր մարդիկ են զոհվում կամ տերակտ անում, կամ Աֆրիկայում ջրի պատճառով կամ էլի էթնիկ հարցերով իրար դեմ անախորժությունների պատճառով հազարավոր մարդիկ են զոհվում, ցենց ու չկա։ Շատ մի երկու հատ ասենք այդպես գրեն այդ մասին, անցու այդ պետությունների համար այդ հարյուրավոր մարդկանց արժեքը ուրեմն այդքան չէ, որպեսզի տվյալ քաղաքակրթական երկրները դաժե ցավակցեն դրանց։ Իրանց կորուստը շատ բան չի նշանակում այդ հասարակության համար ու այդ պետականության համար։ Ինչից է ձևավորվում մարդու արժեքը տվյալ հասարակության մեջ։ Այս մեկ հանուր առաջ Պաշտպանության նախարարության բաներից զորամասերից մեկում հայտնաբերեցին զինվորի սպանված զինվորի։ Երկու օր առաջ էլի զինվորը մահացավ հիվանդանոցում։ Գիտեք ինչ։ Հիմա պատկերացրեք դուք ունեք մի հատ փուզա 15-20 սանտի լենության ու մի վեդրո կարմիր գույնի կրասկա։ Այդ կրասկով դուք գծում եք այն գծերը զաբորի նման ալնում, էլի ասենք մինակ գծուկ, որ ոչ մեկ պետք չկանա հատի այդ գիծը։ Գիլվանքը գիտում են, որ այդ գծերից էսյան ձեր ուղճարը ապահով է։ Նորմալ արածում իրանք չեն կոնակ, այսյան ուտեն այդ ուղճրները։ Հենց եկան տանելու դու հրացանով կրակում ես։ Մութ ժամանակ քո հարևանն էլ չկոնակա, քանի որ կարող է դու հարևանիդ տնես գիլի տեղ, սպանես այդ մարդին։ Առանց այդ էլ ինքը գիտի, որ դու զենք ունես։ Դու ունես պրինցիպներ։ Չինովնիկները գիտում են, որ դու ունես պրինցիպներ։ Այդ մարդիկը գիտում են, որ դու եթում ես ընտրությունների, դու ճիշտ ընտրություն ես կատարում, քո ձենը չեն կարա առնեն։ Այսինքն այդ մարդիկը քո մոտ չեն կա, քեզի փող չեն առաջարկի։ Դու կանում ես ջոկես, վոնը վոննա։
հենց էդի են գիծնա, որ դու պահում ես, տիրություն ես անում։ Այսինքն այն հասարակությունը, որ իրան փուզով գծում է կորմիր գծեր, ու այդ կորմիր գծերը ինքը տիրությունը անում, պաշտպանելով իր ընտանիքի շահերը, հասարակության շահերը, պետականության շահերը։ Այդ համայնքում, այդ պետության մեջ մարդը ունի մեծ արժեք։ Ժողովուրդ ջան, քաղաքականության մեջ մարդիկ հլնում են երկու տեսակի։ Էդի պոլիտիկներն են ու պետականամետներն են։ Պոլիտիկները էդի ընդանք են, որ ամեն ինչ կանեն իրանց ռեյտինգը պաշտպանելու համար, բարձրացնելու։ Ամեն ինչ կանեն իրանց անձնական եւ պարտիական շահերի համար։ Պետականամետները ընդոնք են, որ պաշտպանում են պետական շահերը։ Ցավոք մեր հասարակության մեջ պետականամետները շատ քիչ են։ Այդ պոլիտիկներն էլ չեն թվում, որ այդ մարդիկ մեծ ձևով իրանցը պրայելի տոնեն։ Հիմա ավանդական բարձրանում է մեր սիրած հարցը. ինչ անել։ Հիշեք այդ կարմիր գծերի պատմությունը։ Երբ որ մենք ունենք հնարավորություն ու մենք ունենք հնարավորություն, քանի որ այն օրենքները, որ ընդունվում են մեր հայրենիքում, հիմնականում ընդունվում են այն մարդկանց կողմից, որոնց մենք ընտրում ենք։ Կրասկեն ձեր ձեռնա, փուզեն ձեր ձեռնա։ Դուք պդի ձեր կարմիր գծերը նշեք։ Մենք, այսինքն, պդի այդ կարմիր գծերը նշենք։ Որ այդ մարդիկը չանեն այն, որ մեր դուրը չգալու։ Եթե մենք տիրություն կայնենք մեր կարմիր գծերին, մեր բարեկամները մեզի կհարգեն։ Մեր թշնամիները մեզնից կվախենան։ Ու հավատացեք, տարեց տարի քաղաքականության մեջ պետականամետների թիվն էլ կհավելնա։ Այսօր այսքանը, մինչև նոր հանդիպում, հաջողություն ձեզ։